այս կյանքը մեզ տրված է, ֆիզիկականի նկատի ունեմ, 70, 30, 100, չգիտեմ ինչքան, բայց մի լավ խորհրդատու ես ունեմ, այս կյանքի խորհրդատուն, գիտեք որ նա իմ ձեռքում մի հատ սև բան կա, իմացակ, կյանքի մասին խորհուրդները իրականում այս սրա մեջ է, սիրելիներս, ամեն, Աստվածաշունչը ամբողջությամբ խորհրդի գիրք է, թե ոնց ապրել, լսենք, հնազանդվենք, կշահենք, շահողի դերում ելնենք, լսենք, անտեսենք, հիմար մարդիկ կլինենք, դրա համար այսօր ինչ որ բան խոսալու եմ կյանքի մասին խորհուրդներից, սիրելիներս, պատրաստ ենք վերցնելու, ամեն, իհարկե մենք ապրում ենք այս կյանքում, իմ սրտումս կար կարճ մի հատ սրա մասին էլ խոսել, մենք թե ֆիզիկական կյանքով ենք ապրում, թե հոգևոր, ամեն, եւ պիտի ունենանք ներդաշնակություն, պիտի բալանսավորված կյանք ունենանք, ամեն, թե հոգևոր, շատերը սենց ծայրահեղ են, հոգևորը մի կողմ է շպրտել ֆիզիկականով են մենակ ապրում, մարդիկ էլ կան, անտեսում են, շատ ամբողջությամբ սենց հոգևորի մեջ են, ֆիզիկական են անտեսում եւ երբ որ բալանսավորված չի, մարդիկ ընկնում են հարձակումների ու հարվածների տակ։ Ես ուզում եմ, որ մենք ունենանք բալանսավորված կյանք, սիրելիներս, ամեն, հալելույա։ Եվ բալանսավորված կյանքի համար, սիրելիս, բանալի կա, իմ սիրած խոսքերից մեկը Նեեմիա 4:17-ն է, որ այստեղ գրված է, Նեեմիա 4:17-ում, երբ որ Նեեմիան եկավ, ասեց, եկեք կառուցենք տաճարը, եկեք կառուցենք պատերը, սկսեցին կառուցել, միաբանվել եւ այնտեղ մենակ սիրելիներս չզբաղվեցին շինարարական աշխատանքով, որովհետեւ մենք հասկանում ենք, այս կյանքը պատերազմ է եւ մենք զինվորներ ենք։ Եվ այս կյանքում միշտ վտանգներ կա։ Այստեղ խոսքն ասում է, որ իրանց երկու ձեռքեր ունեին եւ մի ձեռքի վրա բահրն էր, գործում էին ֆիզիկականը, մյուս ձեռքում զենքն էր։ Պատերազմի համար զենք է պետք, սիրելիներս, ամեն։ Իսկ Եփեսացիս 6:17 խոսքում ամբողջությամբ խոսում է հռոմեացի զինվորի մասին, պատերազմի մասին, զենքերի մասին է խոսում, հետաքրքիր է բոլոր զենքերը պաշտպանողական զենքեր էր այնտեղ։ Դուք տեսնում եք այնտեղ, հա, շատ լավ է, որ մենք պաշտպանված ենք, ամեն, այդ պաշտպանողական զենքերը ունենք, մեր վրա կրում ենք, բայց մի զենք կա, որը միշտ հարձակողական է, դա հոգու սուրն է, որ Աստծո խոսքն է։ Ես եւ դու Աստծո խոսքով միայն կարող ենք հարձակվել։ Տեսեք, ամեն բնակավարներում, պատերազմի դաշտում, սպորտում, ովքեր են հաղթում, պատկերացրու դու միշտ պաշտպանվողի դիրքում ես։ Լավ է, պաշտպանվողի դիրքում ես, բայց եթե դու չես հարձակվում, նրանք են հաղթում, ովքեր որ հարձակվում են։ Ամեն։ Պաշտպանվողը չի կարա հաղթողի դերում լինի։ Իսկ քրիստոնյան կանչված է հաղթող լինելու։ Ամեն, սիրելիներս։ Իսկ հոգու սուրը մեզ տրված է հարձակվելու համար, հաղթելու համար է տրված։ Ամեն։ Տեսեք, չի տրված հոգու սուրը պաշտպանվելու համար մյուս զենքերն է տրված մեզ։ Հոգու սուրը մեզ տրված է, գրված է, ում դեմ հարձակվելու։ Ցավոք սրտի մենք ճշմարիտ ճիշտ թշնամու չենք խփում, եղբայր եղբոր դեմ։ Գրված է, այժմ բաներ ենք անում։ Այժմ չի Աստծո խոսքը, սիրելիներս։ Թշնամին խոսքը էլի ինքն է հաղթում, այս դեպքում խփում է մեզ, մենք կռվում ենք, իրար դեմ խփում ենք զենքով, ինքը կողքից նայում ուրախանում է։ Այդ զենքը տրված է մեզ այս կյանքը հաղթահարելու համար, սիրելիներս։ Ամեն 6:17, ճիշտ է, Աստծո խոսքն է։ Հալելույա։ Ես այսօր ուզում եմ խոսալ Աստծո խոսքից, 5 տականի շատ կյանքի մասին խորհուրդներ։ Իհարկե իմ վերնագիրի հիմքը ես այսպես եմ վերցրել Փիլիպպեցիս 1:6-ը։ Այստեղ է գցենք, հետո նոր կանցնենք 5 տականին։ Պողոս առաքյալը Փիլիպպեցիների եկեղեցի Պողոսն էր հիմնել եւ ինքը գիտեք ինչերի միջով անցավ եւ ասում է եւ ես հաստատ համոզված եմ սրան, թե նա որ ձեզանում սկսեց ինչ այս բարի գործը կկատարել մինչեւ Հիսուս Քրիստոսի օրը։ Սա կարանք վերագրենք մեզ, թե չէ։ Ամեն Աստված սկսել է մեր մեջ բարի գործ, չգիտեմ ինչքան 10 տարի առաջ սկսել է, ամեն եկեղեցին բարի կառույց է, ամեն եւ Աստված մեր մեջ սկսել է այս բարի գործը եւ ավարտին էլ կհասցնի։ Ամեն։ Իմ խորհուրդը ինձ եւ ձեզ,
ավարտին իրար հետ լինենք։ Ամեն։ Գիտեք որն է ավարտը։ Այնտեղ է, այստեղ չի ավարտվում։ Եկեղեցին այնտեղ է ավարտը։ Իմացա, կարծում ովքեր որ իմաստուն են հասկացան։ Այո, եկեղեցին մի օր հափշտակվելու են, որ մի եղբոր հետ էի խոսում, սենց ընենց բանով ասեց։ Ընենց ասեց ոնց որ էլ գործի պետք չի, ոչ մի բան պետք չի անել, ասեց, հեսա եկեղեցին, հեսա հափշտակվելու ենք սենց, հա։ Իհարկե դա լավ է։ Մի հատ կարճ մի անգամ փեսաս էլ, մի օր քարոզում էի, փեսաս սենց մի խոսքով առաջ մենք չենք քարոզում, վախեցնում էինք։ Սենց կարելի ասել։ Հա, ասին Հիսուս հեսա գալիս է, հեսա հափշտակություն եւ այլն, ասեց մի վախեցրա, ասեց։ Մի վախեցրա, մի անգամ ասում է երկու հավատացյալի հետ երազով են կոմունիստական վախտով էր էլի։ Գնում ենք երազով քյավառից կարտոլ առնելու, ասում է ավտոյի մեջ նստած եմ, այդ երկուսը ինձ են խոսում, ոնց որ արդեն Սևանի տրասին ենք ասում է։ Ասում է ասի փոշմանը հետ քշեք, չենք հասնի, մինչև չենք հասնի կարտոլ առնենք, Հիսուսը գգա։ Հա, ու ասում է մինչև հիմա նույնն եք ասում։ Իհարկե նա որ գալու է շուտով պիտի գա, ամեն։ Մենք պիտի քարոզենք, անկախ իրավիճակից մենք պիտի քարոզենք։ Իհարկե մենք պիտի գնանք կարտոլ առնելու էլ, բայց նա գալու է, նա պիտի չուշանա։ Ամեն։ Կարևորը նա որ գա մեզ պատրաստ գտնի, այս է կարևորը։ Ամեն։ Հալելույա։ Եվ նա որ սկսեց, տեսեք, երբ որ նայում ես այստեղ շատ խորը բաներ կան։ Փիլիպ է, բարի բան չկար այնտեղ, սատանայական բաներ էր ամեն բան, ու Աստված եկավ ու բարի բան սկսեց այնտեղ։ Հեթանոսական ինչ որ մի քաղաքում սկսեց բարի բան եւ այդ ամենը տարածվավ։ Կարող ենք մենք ասել համարձակ, Աստված բարի է։ Ամեն։ Կարանք թե չէ։ Սրտանց ենք ասում, թե սենց մեր խնդիրները նայում ենք ոնց որ մի քիչ բարի չի։ Թե բարի է։ Անկախ իրավիճակից ինչ վիճակում էլ որ կաս, Աստված բարի է։ Սա մեր ականջին օղ անենք։ Տղամարդիկ դուք էլ, եթե օղ չկա ոչինչ, այս օղը կարելի է գցել, հա։ Օղ անենք, որ Աստված բարի է։ Ամեն, հալելույա։ Ավելացնեմ լավ, սատանան էլ չարա։ Կարանք համարձակ ասենք։ Սատանան չարա։ Աստված բարի է։ Ցավոք սրտի այս աշխարհի վրա մենք տեսնում ենք շատ չար բաներ, ամեն։ Եվ Աստված միշտ բարին է անում ու միջոցով, իմ եւ քո միջոցով։ Նա մեր միջոցով բարի բան է սկսել, ուզում է ավարտին հասցնի։ Ամեն։ Եվ ես եւ դու բարի լինենք, ավարտին հասցնենք այս գործը։ Ամեն։ Չլինենք, տեսեք, գաղատացիների եկեղեցիում ուրիշ բան է ասում, գաղատացիների եկեղեցին էլ ինքն էր սկսել, հետո գիտեք ինչ ասում։ Վախենում են, որ ձեր մեջ սկսեցի, ասենք բաներ ասում։ Ասում է, անմիտեք, ով կախարդեց ձեզ, հոգով սկսեցիք, մարմնով եք վերջացնում։ Այսօր շատ դեպքերում մենք էլ, հա, մի բան սկսում ենք, տենում ես հոգին կա, հետո տենում ես մենակ մարմինն է մնացել։ Հոգով սկսել ենք, հոգով էլ վերջացնենք։ Հոգևոր բաները հոգով է սկսում եւ հոգով էլ վերջացվում է։ Հալելույա։ Ամեն թե չէ։ Ամեն։ Իհարկե ես խոսալու եմ Աստվածաշնչյան շատ, նայեք, մի հատ էսի մի հատ գիրքն է իր մեջ մեր նման չի գիրքը գրվում, հա, ուզած ձևի, հարմարվելով, ծռելով, չէ։ Նայեք, այստեղ կա շատ դրական բաներ էլ կա գրած, ոնց որ կան մարդիկ, հա, թեկուզ Աստծո մարդ, հա, բացասական կա, բացասական է գրված։ Ինչու համար, որ ես եւ դու սովորենք։ Ամեն։ Սովորե, սա իրական սովորելու գիրք է եւ կյանքի մասին խորհուրդներ։ Այսօր մի քիչ խոսամ դրա մասին։ Պատրաստ ենք ընդունելու։ Հալելույա։ Գնում ենք առաջ, բացում ենք Ժողովող 7-րդ գլուխ։ Առաջին խոսքից։ Քանի որ Աստված բարի է եւ Աստված ուզում է ես եւ դու էլ բարի լինենք եւ այստեղ ինձ եւ քեզ խորհուրդ է տալիս։ Առաջին խոսք։ Բարի անունը հոտավետ յուղից է լավ է եւ մավան օրը նրա ծննդյան օրիցը։ Լավ է գնալ սուկի տուն, քան թե գնալ խնջույքի տուն, որովհետեւ մահը ամեն մարդի վերջն է եւ ապրողը կպահե իր սրտումը։
Լավ, առաջին խոսքից սկսենք։ Առաջին խոսքում այստեղ ասում է, որ բարի անունը ինչ է, ամենալավ ոնց են, օծանելիքից լավն է։ Այդպես է գրված թե չէ։ Ամեն ամենալավ օծանելիքը որն է, կանայք ակտիվ եղեք։ Միշտ ակտիվ եք, այսօր ոնց որ ակտիվ չեք։ Որն է շանել։ Մնաց շատ չգիտեմ, լավ։ Ես ձեզ ասեմ, բայց կարծում եմ չհասկացանք մենք իրար լեզուն չենք հասկանում։ Որն է ամենալավ յուղը, բարի անունը սիրելնես, ամեն։ Այդ անուշահոտ յուղը 3 օր, ես այսօր գցել եմ, այսօր իրիկուն էլ արդեն չի գա ինձանց, անուշահոտ յուղ եմ գցել ին վրա, օծանելիք։ Մի օր, 2 օր, 3 օր, բարի անունը դրանից էլ լավ է, ամեն, հալելույա, փառք Հիսուսին։ Հաջորդը, էլի նույնը գիտեք ես ով է գրել, Սողոմոն իմաստունն է գրել, Առակաց 22:1-ը, այստեղ ինքը ասում է, որ բարի անունը շատ հարստությունից ավելի ընտիր է, շնորհքը արծաթից եւ ոսկուց էլ լավ է։ Հետաքրքիր տեղ է գրել, ամեն, սա գիտեք ով է գրել, աշխարհի ամենահարուստ մարդը հասկացավ, որ այդ հարստությունը այդքան կարևոր չի, ինչքան բարի անուն ունենալն է, սիրելիներս։ Սողոմոն իմաստունը, ամեն, ինչ այն ձև քեզ պետք ունենալ այս երկրի վրա, որ ես եւ դու էլ, քանի որ քայլում ենք, բարի անուն կրենք ես եւ դու այս երկրի վրա։ Տեսեք, որ նայում ես սենց, շատ մարդիկ կան, չկան այսօր, բայց իրանց անունը թողել են, ամեն մենք ունենք, ինչքան, 1700 տարի ասենք, 1000 տարի, 2000 տարի, մարդիկ կան, մենք խոսում ենք, հա, իրանց մասին, Մեսրոպ Մաշտոց, ամեն, թե չէ, Գրիգոր Նարեկացի, ինչքան Գրիգորներ ունենք, հա, նայեք, իրանք չկան, բայց անունը թողել է հետ իրանց կյանքերից։ Հարց, շատերը, գիտեք, մեռավ ու գնաց, էլ անուն էլ ինչ կար չկա, մենակ են գիծն է տանում հետը, հա, մենակ մի գիծ է ընդամենը իր կյանքից թողել մեզ հիշատակ։ Եկեք սիրելնես, ոնց որ Ֆրունզիկներ ասում է, ես կգնամ, իզնից հետո կլացեք, թե ոնց ծնվում եմ լացով, հա, այսքան բարի անուն թողեք այս երկրի վրա։ Ամեն մարդը գնում է, անունը մնում է, սիրելիս։ Ես մի հրաշալի ֆիլմ կա, այդ ֆիլմից մենակ այդ մի դրվագն եմ ես հիշում, Գլադիատոր ֆիլմն է, գիտեք ինչ է ասում այնտեղ, հիշում եք, երբ որ այդ ֆիլմը ով է տեսել, համարյա բոլորը տեսեք, շատ հրաշալի ֆիլմ է, երբ որ այդ ֆիլմի ժամանակ ինքը հենց արենայում գալիս կռվում է, չգիտեն ով է, հա, ծածկված գլադիատոր է, կռվում եւ հաղթում է, ու բայց ծածկված է, ով էր թագավոր, Ներոնա թե չգիտեմ, կեսար մեկ կարևոր չի։ Եվ երբ որ ասում է մի հատ ցույց տուր քո դեմքը տեսնենք ով էր, երբ որ ինքը բարձրացնում է, զարմանում են եւ այդ արենան էլ զարմացած նայում են, որովհետեւ բոլորը իրեն ճանաչում էին։ Ու հանկարծ իր հրամանատարը գիտեք ինչ ասում, ասում է թույլ տուր, մեր թշնամին է, հենց հիմա իրան վերացնենք, սպանենք։ Գիտեք ինչ ասում, ասում է ոչ, ասում է ես իրան հիմա կարամ սպանեմ, բայց իր անունը չեմ կարա սպանեմ, եթե կարաս իր անունը սպանես, սպանիր, ամեն անուն ասում է իրան կարանք սպանենք, բայց անունը, որովհետև այդ մարդը իրան սաղ արդեն գիտեին ու ինքը հրամանատար էր եղել ու հաղթել էր միշտ իրան որպես լավ իրանց երկրի համար լավ մարդ գիտեին, լավ անուն էր բերել ինքը, ասում էր, այ դա եթե կարա սպանես, դա սպանի։ Այնպես որ սիրես մարդիկ կարան մի վախեցեք նրանց, որ մարմին են սպանում, հա, թող մեր հոգիները բարի հոգի, բարի անուն ունենանք, ես և դու այս երկրի վրա, հալելույա, տեղում եք, ես դեռ անվան մասին եմ խոսում, իսկական հարուստ մարդը գիտեք նա, որ ստեղ մի քանի բաներ եմ գրել, որ լավ ընտանիք ունես, հա, լավ հարստություն է, շատ լավ բաներ կան այս կյանքում, նաև տեսեք, հարուստը, երկիրը մենակ փողով չի հարուստ, երկիրը գիտեք, իրական հարուստ երկիրները գիտեք որ են, ովքեր որ ընդերք ունեն, անտեսանելի հարուստ բաներ ներսում ունեն, ես և դու ընդերք ունենք, թե չէ,
հարուստ բաներ ունենք մեր ներսում, թե չէ։ Ամեն։ Աստված ուզում է այս մեր ներսի հարստությունը իրան հետաքրում։ Այս դրսի այս փողը, գիտես, այս նայ, արժեքներ իրական այնտեղ է։ Էսի թղթից է այս փողմով, որ տեսնում ենք, կորցնում ենք մեզ, թղթից է այսի, մի օր վառվելու է։ Ամեն, այդ ներսինը չի կարող վառվել։ Այս ներսինը գնում է երկինք, հավիտենություն, կամ երկինք է գնում, կամ էլ ցավոք սրտի, դժոխք։ Եթե բարի է, այնտեղ, եթե չար, ներքևը։ Հետաքրքիր է, մենք չենք գնահատում շատ դեպքում, բայց այնքան կարևոր է, որ տեսեք, փրկության, ոչ միայն փրկությունը, իհարկե շնորհքով է, բայց մի բան կա, բարի լինելը մենք տեսնում ենք այցեմնիկ եւ շատ բաներ, բարությունը մարդկանց տանում է փրկության, Կորնելիոս եւ այլն, հասկանում եք, երբ որ բարի մարդը բարի է, նույնիսկ տեսեք Տերը 25 Մատթեոս 24-25-ում, հա, բարիներն չարերին առանձնացրեց, գառների ու այծերի, այնպես որ սիրես, ես ինձ եւ քեզ կոչ եմ անում, միշտ անկախ իրավիճակից չչարանալ, թեկուզ նույնիսկ երբ որ անտարաժան մահ լինում, ես միշտ իրանց այդ ծնողներին խորհուրդ եմ, հանկարծ չչարանաք, բարի, մեր հետ ես, մեզ միշտ պիտի բարի տեսնեն, հալելույա, ամեն թե ոչ, փառք Աստծուն, այնպես որ լինենք, մենք տեսեք, Մայր Թերեզան օրինակ, ինքը չկա, բայց ինչ բարի անուն ուներ, բարի համբավ էր ձեռք բերում, կան նաև տեսեք, մարդիկ կան, որ իրանք շատ գործեր են արել, բայց մի տոկոսի համար են լավ, օրինակ, վատ բաներ են թողել, Հիտլերը, անունը կա, բայց վատ անուն է թողել իր հետևից, հա, Բին Լադեն, որ լսես մի անգամից չէ, բայց դրանք ունեն իր համակիրները, 1-2%, հա, ես և դու սիրելիներս մեր հետևից լավ անուն թողենք, ամեն, և մի անվար մասին էլ եմ ուզում խոսում, մի անուն, որ ամեն անունից վեր է, ամեն, որին ծնրադրում են ամեն բան, թե սանդարամետականները, թե տեսանելի, թե անտեսանելի, բոլոր բաները հնազանդվում են այդ անվանը, այդ անունը Աստված մի անուն դրեց, որ ամեն անունից վեր դասեց, այդ անունը Հիսուս Քրիստոս է, ամեն, Աստծո որդին, սերնես այդ անունը ինձ և քեզ տրված է, ամեն, մենք պիտի այդ անունը մեր համար ոչ թե ծածկվը պահած լինենք, այլ դրոշակ պիտի լինի, դրոշակ, թափահարենք այդ անունը, ամեն, հալելույա, Տերը գիտեք ինչ ասեց, եթե դուք իմ անունը դավանեք, մարդկանց առաջ, ես էլ այնտեղ եմ, հիմա, եթե մենք պատկերացնենք, մենք դավանում ենք երկրի վրա, Քրիստոս անուն ենք դավանում, այնտեղ էլ դավանվում է, արձագանքում է, գիտեք չէ, նեխոք է, երաժիշտները լավ գիտեն, այստեղ ասում ես Հիսուս, այնտեղ քո անունն է դավանվում, ոչ թե Հիսուս անունը, արդեն քո անունն է դավանվում արդեն, պատկերացնում ես, հնարավորություն ունես քո անունը արդեն երկինք դեռ չգնացած, քո անունը այնտեղ դավանեն։ Տերն ասում, ես ինձից չեմ հնարում, այդպես չի, ես ես բանը չեմ էլ մտածում ասեմ, գալիս է ասում եմ, հայտնություններ վերցնենք, ամեն, ուզում եք շատ դավանվի մեր անունը երկնքում, շատ դավանիր Քրիստոսի անունը երկրի վրա, ովքեր որ ամաչեն, ասում է, ես էլ կամաչեմ, ձեր անունը դավանելու, հալելույա, փառք Հիսուսին, ամեն, հիշիր մի բան էլ ասեմ ինչքան, որ լավ բարի բաներ անես, քեզ չվերագրես հանկարծ, չփորձես, կտուժվես, ամեն, երբեք ու երբեք, գիտես ոնց կարաս ասես, ինչ որ եմ, նրա շնորհքով եմ, ամեն, Պողոս այդպես էր ասում, նրա շնորհքով եմ, մեր Պողոսը նաև ասում էր, մեր մեջ բարի բան չկա, այն ինչ որ կա, նրա շնորհքով է, թող այն մեծանա, թող այն շատանա, ամեն, եղեք ժլատ այդ կողմից, բարի բաների կողմից մի բավարարվեք, միշտ ժլատ եղեք, անկուշտ եղեք սիրելիներս, ամեն, այս ինչ է խոսում, հալելույա, փառք Աստծուն, ամեն, եւ անվան մասին իհարկե անցնեմ երկրորդ խոսքին, անվան մասին մի բանով էլ եզրափակեմ, որ ամենակարևորը, որ քո անունը կյանքի գրքում գրված լինի, ամեն, ասում է կղեմեսին բարև արեք, որ իր անունը որտեղ է գրված, կյանքի գրքում գրված է, եթե կյանքի գրքում գրված եղավ, ոչ մի սատանա չի կարա ջնջի, ամեն ինքը անհասանելի է կյանքի գրքին, այդտեղ դու ես հասանելի, մեկ էլ Քրիստոսն է, ամեն,
Ինքը չի ուզում ջնջի, այստեղ մենակ կարելի ասել դու ես, ամենահասանելին դու ես։ Ես եմ։ Եկեք երբեք ու երբեք թող մեր անունները չջնջվի կյանքի գրքից։ Հալելույա։ Ամեն։ Ինչևէ, կյանքի մասին խորհուրդներ գնում ենք առաջ։ Լավ է գնալ սուքի տունը, քան թե գնալ խնջույքի տունը, որովհետև մահը ամեն մարդի վերջն է եւ ապրողը կպահե այդ իր սրտումը։ Երրորդ խոսքն էլ կարդամ, լավ է տրտմությունը, քան թե ուրախանալը, որովհետև երեսը տխրելի սիրտը կուրախանա։ Չորրորդ, իմաստուների սիրտը սուքի տանն է, բայց հիմարների սիրտը ուրախության տանը։ Գիտեք, կա աշխարհի համակարգ, կա հոգևորը, որ իրար հետ ընդհանրապես հակառակ են, իրար չեն համապատասխանում։ Որտեղ մարդկայինով ոնց, երբ որ մարդկայինով մտածում ես, այստեղ խոսում է, որ վատ տեղ, սուքի տուն գնալ, բայց մենք մարդկայինով գիտենք, որ այ մարդ ուրախության տունն է լավ, հա? Ու դա իրականում ինչու տեսեք, քրիստոնյանից մոտ մարդկայինն է գործում։ Աստծո խոսքը ինձ եւ քեզ ուղղորդում է ճիշտ ապրել։ Ոնց է։ Պողոս Պողոսյանով օրինակ բերեմ։ Ընդունենք Պողոս Պողոսյանի մայրը մահացել է։ Եկեղեցուց է։ Պետրոս Պետրոսյանի աղջկա ծնունդն է։ Լավ ծնունդ է անում։ Հիմա որտեղ գնանք, ինչ խորհուրդ կտակ, Աստծո խոսքը ինչ է ասում։ Առավոտ եթանք ընդեղ, իրիկուն ընդեղ։ Իսկ որ նույն ժամին է, ուզում ենք իսվենք, հա, իրար։ Աստծո խոսքը ասում է լավ է, դու ճիշտ ընտրություն պիտի անես, լավ է գնալ սուքի տուն, քան թե ուրախության տուն։ Ինչի համար։ Նայեք, դուք զգացել ես, որ գնացել ես սուքի տուն, մարդիկ քո կարիքը ունեն, ամեն, որ նայես, մի հատ ինքը քեզ տեսավ արդեն մխիթարվում է, մի հատ հլը ձեռը դրեցիր ստեղ, ավելի է մխիթարվում, մի հատ Աստծո անունով, մի հատ օրնեցիր, արդեն բարձրացավ, արդեն տրտմությունը արդեն փոխվում է ուրախության, ինքը քո կարիքը ունի, սիրելիներ, դու պիտի այդտեղ այցելես, ամեն։ Այնտեղ քեֆչի հասաները շատ են, այնտեղ շատ կան։ Շատ եմ ես գնացել, օրինակ, նույն տեղը ինձ կանչել են ծնունդել կամ հարսանիք էլ ու թաղում էլ։ Ես գնացել եմ թաղմանը, 30 հոգի մարդ, միշտ էս վերջերս էլ համայրա, էս շաբաթ էլ ենք եղել, ամեն արդեն ինքան է դարել էսի մեր մեջ կյանք, սենց է։ Ստեղ թաղմա 30 հոգի մարդ չկա։ Հարսանիքին ես գնացել, մի 0 ավել, 300 հոգի մարդ կա։ Բա ուր էին այդ 270, ինչի չկային այնտեղ։ Մենք սիրում ենք, մենք սիրում ենք։ Սենց է, նույնիսկ որ կանչում են, չէ, 1000 պատճառ, ընդունենք եկեղեցի կամ ինչ որ թաղման տեղ 1000 պատճառ։ Օրինակ երեք ծնունդ ա եղել մեր մոտ, գիտեմ որ հիվանդներ են, հաստատ եկեղեցի չէին գա, բայց փող էլ կծախսեն, նոր շոր էլ, չգիտեմ ինչ կգնան այնտեղ, որովհետև այնտեղ ուրախ տաշի տուշի է։ Սիրելիներ, կա ներսի ճշմարիտ ուրախություն։ Ինչ ես մտածում, հա մի հատ թրվռացիր, տաշ տուշ արեցիր, դա փոխի քոներ, չի փոխի։ Անցողի կա։ Ճշմարիտ, նայ, ճշմարիտ ուրախությունը սա է, ներսի ուրախությունը, երբ որ դու ճիշտ տեղում ես, երբ որ եղար իրանց մոտ, իրան ներսն էլ կուրախացես, քո ներսն էլ, տրտմությունը փոխես ուրախության։ Ամեն։ Հիմա ուր գնանք Պողոս Պողոսյանին, թե Պետրոս Պետրոսյանի մոտ։ Կարծում եք հասկացաք։ Հալելույա, փառք Հիսուսին։ Գնանք առաջ, թե ոչ։ Իհարկե, ես այստեղ նաև մի բանի մասին, մի ճշմարիտ տրտմության մասին կասեմ ու կգնանք առաջ։ Երկրորդ Կորինթացիս 7-րդ գլուխ 9-ից 10-րդ խոսքերը։ Թող այս տրտմությունը լինի, որ խոսքն ասում է լավ է տրտմություն։ Այս տրտմությունը թող մեր կյանքում միշտ լինի։ Ոչ թե տրտմենք, ինչի չհասանք սրան, նրան, բայց այս տրտմությունը թող լինի մեր կյանքում։ Ինչ տրտմություն է, ապաշխարության համար տրտմություն։ Որ այս տրտմությունը ում ուզածի պես է, Աստծո ուզածի պես է այս տրտմությունը։ Հալելույա։ Որտեվ Աստծո ուզած կերպով տրտմությունը ապաշխարություն է գործում փրկության համար առանց զղջալու, բայց աշխարհի տրտմությունը շարունակությունը 11 խոսքը
Չէ, սխալ տեղ գրիր։ 7-րդ գլուխ 9, հա? Հա, չի գցում։ Լավ, մի խոսքով հասկացանք ճշմարիտ տրտմությունը, երբ որ նայեք, հայրս մոտ հակառակն է։ Մեղքն ես բարձանքով ուրախությունով ասում, ոնց որ sense չգիտես ինչ։ Նայեք, իրական ապաշխարած մարդ ինքը պայքարում է, ինքը տրտմում է, երբ որ մի հատ էլա գործում, ինքը տրտում է, ինքը չի կարա ուրախանա, ինչի վրա ուրախանա։ Ինքը պիտի այդ ձևի, այդ ժամանակ ինքը իրական ապաշխարությունը ազատություն կբերի։ Ինքը իրական ուրախություն կվերապրի, որովհետև ինքը պայքարում է դրա դեմ։ Ամեն, իսկ ապաշխարությունը մի անգամյա չի, դու ամեն օր պիտի պայքարես, որ ամեն որ իրականում երբ որ մեղք ես գործում, տրտմություն կա քո ներսում, անընդհատ տրտմություն կա, պայքարես դրանից եւ ազատվես։ Իրական ազատը նրանք են, որ Տիրոջով ազատ են, հոգու ազատությունը նրանց մեջ է։ Ինչևէ գնում ենք առաջ, հալելույա։ Լավ, 8-րդ խոսքի վրա կենտրոնանամ։ Մի բանի վերջը լավ է, նրա սկզբիցը, լավ է երկայնամիտը, բարձրամիտ մարդիցը։ Իրականում երկու բաներ են ինձ եւ քեզ սովորացնում։ Բարձրամիտը գիտեք, ամեն։ Բարձրամիտը մի օր մտքի մասին է, բարձր բաներ, Աստծո խոսքը ինձ եւ քեզ սովորացնում է, բարձր բաները մի խորեք, թեկուզ հոգևորը։ Բարձրամիտ, այ երկայնամիտ եղեք, ամեն։ Ամեն բնագավառում երկայնամիտ եղեք, կամաց։ Ամեն։ Տերն էլ համբերատար է, 6-7 հազար տարի է համբերում է մեզ, Տերը երկայնամիտ է, ամեն հենց այդպես էլ գրված է։ Հաջորդը, որ ես ուզում եմ խոսում է վերջի եւ սկզբի մասին։ Մի քիչ ուզում եմ կիսվել ձեր հետ այս սրա մասին։ Պատրաստ ենք վերցնելու։ Ամեն։ Սկիզբ եւ վերջ։ Այս կյանքի մասին, 70-80 տարվա մասին։ Մենք գիտենք, իհարկե ես խոսալու եմ հոգևոր ընթացքի, չեմ խոսում աշխարհիկ կյանքի մասին, բայց մտնելու է դրա մեջ։ Մենք տեսնում ենք այս կյանքում իրականում կա 4 սկիզբ եւ վերջ։ Շատերի կյանքում ենք տեսել, որ իրականում, որ սկսել են եւ վերջացրել են։ Լավ սկիզբ, լավ ավարտ ունեն։ Ես սկսեմ լավից, հետո գնամ վատից, հետո վերջում որ աղոթենք, այն վատերը վերանան մեր կյանքում։ Լավ սկիզբ, 4-ի մասին էլ կասեմ, հետո նոր կանցնենք։ Լավ սկիզբ, լավ վերջ։ Երկրորդը շատերը կան, որ հոգևոր աշխարհում ամենաշատը սրա մեջ ենք։ Վատ սկիզբ, լավ վերջ։ Ու գնանք բացասականին։ Լավ սկիզբ, վատ վերջ եւ վատ սկիզբ, վատ վերջ։ Երկուսը լավով է վերջանում, երկուսը վատով է վերջանում։ Ես ուզում եմ մենք լինենք այն երկուսի մեջ։ Չեմ ուզում, որ ես եւ դու լինենք այս հետևինի մեջը։ Հալելույա։ Լավ սկիզբ, լավ վերջ։ Աստվածաշունչը շատերի մասին է խոսում սրա մասին։ Ես ինչի եմ սիրել ես։ Միշտ խոսում, քարոզում, ստիպում, որ մեր երեխաները փոքրուց սկսեն Աստվածպաշտությունը Տիրոջ մեջ, որ լավ սկիզբ ունենան, լավ վերջ կունենան։ Միգուցե դուք այս ինչ ուզում, իրանք չեն ուզում, սենց բաներ եք ինձ ասում միշտ, բայց դառը ճշմարտությունը սրա մեջ է։ Ուզում ես փառավոր վերջ ունենալ, ճիշտ վերջ ունենալ, լավ վերջ ունենալ, փառքի պսակը ունենալ, լավ սկզբից է սկսվում։ Եվ մենք տեսնում ենք Աստվածաշնչյան շատ օրինակներ։ Սամուելը, ով էր Սամուելը, ինքը կաթից կտրվեց ու որտեղ էր, սկսեց որտեղ, Տիրոջ տան մեջ, ապրեց Տիրոջ տան մեջ, մեծացավ Տիրոջ տան մեջ։ Եվ նա գիտեք անուն, Սամուել կոչվում է Աստծո անուն, կրել։ Նա կրում էր Աստծո անուն, նա հասկացավ, ես Աստծո անուն եմ կրում, ես պիտի պատվով կրեմ այդ անունը իմ կյանքում։ Ես անունը կրում ենք մեր վրա,
Ոնց պիտի կրենք Սամուելին նման պատվով կրենք այդ անունը։ Ոչ թե մատնացույց անեն բացասական, այլ բարի ու լավ մատնացության։ Չասեն, «Էսեն էս հավատացյալները», հա, հենց լսեն մի կիլոմետր էլ փախնեն։ Եթե հիմա 3 տարի հետո կապաշխարեն, հիմա մի հատ էլ 0, 30 տարի պետք իրանց հետ բերել։ Ինչի՞։ Իմ եւ քո պատճառով։ Տեղում եք թե ոչ։ Հալելույա։ Այսինքն տեսեք, նրանք են, ովքեր որ սկսել են, ես տեսնում եմ շատ հաջողակ, լավ սկիզբ եւ լավ վերջ։ Միակ Սամուելի կյանքում որ չես տեսնում մեղքի կյանք։ Մնացած բոլորի կյանքում տեսնում ես։ Ինչու՞։ Որտեղ նա սկսեց ճիշտ վայրից։ Ճիշտ տեղից սկսեց։ Դրա համար ես ձեզ ասում եմ, հա, մեր երեխաներին սկսենք սրա մեջ, սկսեք իրանց, տեսեք, ինչքան պակասություն կա ծառայությունների, իրանց պիտի մտցնենք սրա մեջ։ Եթե մենք չանենք, ինչ որ մեկը ստիպում է, որ ուրիշ բաներ անելու։ Տեղում եք, սիրելիներս, մի ուշացնենք, չուշացնենք։ Հեշտ, դուք ասես հեշտ չի։ Հեշտ չի իրանց հեռախոսից կտրել սրանից, ինքը ունի իր հաճույքները, իր կյանքը, բայց լավ կլինի։ Ուզում ես հանգիստ քնես։ Լավ սկիզբ դիր իր կյանքին։ Մի ասեմ, այս կործանված աշխարհում լավը, բարին շատ դժվար է։ Չարը, վատը շատ հեշտ իրականացնում է։ Ոնց ուզես սենց, մի բան էլ չարը կօգնի, ինձ հանգիստ կանես, որ իսկ հենց սկսես լավ անել, բարի բան անել, մի անգամից Պողոսն ասում է, հենց բարին եմ ուզում անեմ, չարը քովս օպա, մի անգամից բարև ձեզ ես այստեղ եմ։ Դրա համար ես եւ դու պիտի հաղթենք, սիրելիներս։ Աստծո խոսքում ուրիշ օրինակներ մի քանիսի մասին ես գրել եմ այստեղ։ Օրինակ Հովսեփն էլ ուներ լավ սկիզբ, ամեն, եւ ունեցավ փառավոր վերջ։ Ոնց անցավ ինքը։ Ոչ թե բարձրամիտ էր, սկզբից բարձրամիտ եղավ, հետո հասկացավ։ Բարձրամտությունը իրան գցեց գուբի մեջ, հա, գնաց պարծեցավ, հետո բայց ինքը հասկացավ, անցավ երկայնամտության ճանապարհը Հովսեփը։ Ու տեսանք Հովսեփ ունեցավ փառավոր վերջ։ Ամեն, հալելույա։ Տեղում եք։ Դու կարող ես քո էսենց բաները որ խոսում եմ, դու դնես քո երեխային, քեզ դնես քո տեղը, լավ սկիզբ, լավ վերջ։ Նա որ սկսեց ձեր մեջ, ավարտին էլ կհասցնի։ Ուղղակի մենք պիտի լողանք դրա մեջ, շարժվենք դրան։ Պողոսի նման, Պողոսը գրել է սա, Պողոսը ինչը, երբ որ հանդիպես Տիրոջը, ինչ ես ուզում որ ես անեմ։ Պողոսից մի քիչ կանցնենք էլի։ Մի քանի հերոսներից Հովսեփից պրծանք, Նեհեմիայի մասին ինչ կասեք։ Նեհեմիան սկսեց ամեն Տիրոջ գործը եւ ավարտին էլ հասցրեց, վերջի խոսքեր իր, երբ որ Նեհեմիայի գիրքը, Աստված ինձ հիշիր իր բարին, որովհետեւ ես բարի բաներ արեցի։ Ամեն եւ Աստված հիշում է։ Հիշատակի գիրք կա։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ինչ կասեք Դանիելի մասին։ Դանիելը երիտասարդ հասակից Աստծուն հաճելի էր։ 4 թագավորներ փոխվեց, մաշեց գցեց մի կողմ 4 թագավորների, բայց ինքը լավ սկսեց, լավ էլ վերջացրեց։ Ամեն։ Իր օրոք 4 թագավորներ գնացին, բայց ինքը միշտ հավատարիմ գնում էր առաջ։ Դավիթը շատ սիրեկան Աստծո սիրելի մարդը, փոքր հասակից մոռացած ոչ ոք չգիտեր իրան, նույնիսկ տնից էլ մոռացել են, շատ երեխեք ունեն, մեկ որ մարդիկ շատ երեխեք ունեն, մոռանում են մնացածին։ Դավիթն էլ մոռացված, ինքը մոռացված մեկն էր, բայց կար մեկը որ տեսնում է, ամեն տեսնում այդ սիրտը։ Դավիթը իրականում ինքը լավ սկիզբ ուներ ու լավ վերջ։ Իհարկե, ընթացքում մենք գիտենք, ընթացքում մարդ ենք, մեղքեր են գործում եւ այլն, բայց նայեք, Դավիթի համար վկայում է Գործք առաքելոց 13-րդ գլխում երկու բան, հա, որ ասում է իմ սրտի համեմատ մարդ ես ընտրեցի։ Շատ կարևոր է իր սրտի համեմատ մարդ լինելը։ Իսկ 13:36-ում ասում է եւ Դավիթը իր դարի մեջ Աստծո ապրեց եւ Աստծո կամքին ծառայելով ննջեց։ Դա պատկերացնում եք ինչ խոսք է։ Այսինքն իր ինչքան որ ապրեց, Աստծո կամքի մեջ ապրեց եւ ննջեց։ Արեք փոխենք այս Դավիթ անունը ոչինչ փոխենք, կարաս փոխես քո անունը։ Դավիթ եւ Էմիլը իր դարումը, որ երբ որ ապրում է, դարի նկատի ունի իր ժամանակները, հա։ Իր ժամանակներում
ծառայեց Աստծո կամքին եւ ննջեց եւ իր հայրերի հետ դրվեց, կարևոր չի էսի, հա, էսի կարևոր չի, բայց այն վերևն է կարևորը։ Կարևորը Աստծո կամքին ապրել։ Մենք մենակ ոտանավոր աղոթքը չանենք, քո արքայությունը գա, քո կամքը լինի, հետո մոռանանք այդ աղոթքը, ոնց որ մենք ենք ամենում, այդպես ենք անում, չէ սիրելնես, հալելույա։ Փառք Հիսուսին, ինչ կասեք Հեսուի մասին։ Հեսուն որտեղ էր։ Հեսուն խորանի մեջ էր մեծանում եւ տեսնում ենք Հեսուի սկիզբն էլ, ես խոսում եմ լավ սկիզբ եւ լավ վերջ, մինչեւ վերջ էլ հասավ, որովհետեւ սուրը իր ձեռքում էր։ Հեսուի ձեռքում սուր կար, հաղթություն կար։ Ամեն։ Վերցնում եք ինչ որ բան։ Մի օր մի հատ հովիվի եմ լսում շատ։ Ահագին մարդ երևի գիտեք, Կոչկինին ով է ճանաչում, Անդրեյ Կոչկինին, հրաշալի համ երկիչ է, համ քարոզիչ, հովիվ։ Մի օր ինքը քարոզից ասեց, ես 33 տարեկան եմ, բայց 34 տարի է եկեղեցի եմ գնում։ Լավ չի, լավա չէ։ Այսինքն իր մայրն էր գնում, իրան տանում էր, ինքը հասկացաք սայի նկատի ունի։ Մայրը այդ 9 ամիսը գնում էր եկեղեցի, իրան էլ էր տանում եկեղեցի։ Այս է լավ սկիզբ, լավ վերջը։ Ոչ թե սենց, շատերը, ցավոք սրտի սենց է։ Սրա մեջ շատ քչերն են, մենք տեսնում ենք հատուկ են մարդկանց անուններ կարդացինք, շատ քչերն են սրա մեջ ուզում։ Շատերը ուզում են անառակ որդու կյանք ապրել, մի քիչ խոզի կերակուր, մի քիչ էս, մի քիչ են, բա պետք է չփորձենք ամեն բան, գրված է, չէ, ամեն բան փորձեցեք, բարին ամուր բռնեցեք, գրված է, պետք է անենք մենք։ Թե չէ, սիրելնես ինձ եւ քեզ տրված չի։ Իհարկե մենք անցնենք այդ երկրորդին էլ, որն է այդ երկրորդը, վատ սկիզբ եւ լավ վերջ։ Անձամբ ես դրա մեջ եմ։ Եվ ես հասկանալով դրա մեջ եմ, վատ սկիզբ եմ ունեցել, հա, ես չեմ ուզում այդ ձևի մեր երեխաները լինեն, ես ուզում եմ լավ սկիզբ, ես ապրել եմ վատ կյանքով, բայց հասկանալով հիմա, որ փոխվում եմ, ես հավատում եմ, ես լավ վերջ եմ ունենալու, ամեն, դու կարաք օրնեք ինձ, դավանեք, որ ես լավ վերջ ունենամ, ամեն, հալելույա, լավ վերջ, հալելույա, գիտեք ինչ կասեմ, սիրելիս կարևորը անցյալը չի, ասեմ ձեզ, ամեն, Հիսուս Քրիստոսի մեջ նոր սկիզբ կա, ամեն, Քրիստոսով նոր սկիզբ կա, այսօր մենք աղոթելու ենք և Տերը օրնելու և օծելու է, ամեն, եթե դու մաստեղ ես ու լավ անցյալ չես ունեցել ու միշտ սա քեզ հիշացնում է, սիրելիս մի ապրիր անցյալով, անցյալը, ապրիր հավատքով, ամեն, հալելույա, հավատքով նայիր ապագան, հավատքը ցույց է տալիս ապագան, այսով որ գրել ա ու մասին, որ խոսում ենք, Պողոս առաքյալը, ինքը, նայք, իր մասին վկայում է այսպես, որ ես, հա, ինքը իր այդ ժամանակ, ինքը իրան համարում էր մեղավորների գլուխը, հա, ասում էր հայհոյի չէի, վատ սկիզբ ուներ ինքը, բայց կրոնավոր էր, կրոնապաշտ էր, բայց ինքը հասկանում էր, ինքը վատ սկիզբ ուներ, բայց ինքը հասկացավ դրանից հետո, երբ որ Տերը հանդիպեց իրան վերջ այդ սկզբին, հա, հալածողից դարձավ հալածվող, չար բաներից դարձավ բարի գործող ինքը, և իր կյանքի վերջում երկրորդ Տիմոթեոս 4:7-8 խոսքերը, այսպես ասում, բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի և հավատքը պահեցի, որ պատերազմը չար պատերազմը չէ, բարի պատերազմը պատերազմեց, հոգու սրով էր ինքը կռվում ես կյանքում, մարտահրավերների դեմ, ասում են նույնիսկ առյուծների նման գազանների դեմ, մարդկայինի մասին է, բայց չէր սպանում, հոգևոր դաշտում էր ինքը, հալելույա, ինչ արեց հավատքը պահեց, սրանից հետո մնում է ինձ արդարության պսակը, որ Տերը կտա ինձ արդար դատավորը, և ոչ միայն ինձ, այլ նրանց էլ, որ սիրեցին նրա հայտնությունը, հալելույա, ամեն, այս խոսքերը թող կատարվեն իմ կյանքում, քո կյանքում, բոլորիս կյանքում, Պողոսը միշտ խրախուսում էր, գիտեք ինչը, ոնց կարաս անցնես այս կյանք, ասում էր, ամուր բռնեք հավիտենական կյանքը, ամեն հավիտենական կյանքի հույսով ապրեք, ես և դու, ամեն, հավիտենական կյանք ունենք ու պինդ պիտի բռնենք սա, միշտ ես աշխար ես, մարմնավորը, մեզ թույլ է տալիս սենց, որ միշտ հավի նման ապրենք, սենց ներքև ու միայն ներքև,
Բարձրացրեք ձեր ոնց որ Եսայի մեջ, 50-րդ գլխում կարծեմ, ասում է, բարձրացրեք ձեր գլուխները դեպի վեր եւ վերևից նայեք ցած։ Իրավիճակներին պիտի Աստծո աչքերով նայենք։ Ես եւ դու։ Հալելույա։ Ամեն։ Իհարկե լիքը մարդիկ կան, որ սենց վատ հիմնական մասան ես ժամանակ չունեմ, կյանքի փորձից եմ տեսնում։ Հիմնական քրիստոնյաները սրա մեջ են։ Շատ քչերը կան, մեր օրինակ երեխաները կան փոքր, որ արդեն փոքրից Տիրոջ տան մեջ են մեծացել, հիմնականը, բայց անպայման մի երկու անգամ խոզի կերակուրին, շունը փսխացին, անպայման պիտի գնանք զանազան մեղքերի մեջ խճճվենք, արդեն անելանելի վիճակ, Տեր ջան, մի բան արա էլի։ Եվ իհարկե Տերը մի բան անում է։ Չի նայում, որ դու խոզ ես եղել, կոպիտ ասած կամ շուն, հասկացեք, հասկանում եք ճիշտը, հա? Ինքը չի նայում նրան։ Ինքը նայում է որպես սիրելի զավակ եւ հասնում է, իր ձեռքը մեկնում է եւ ցեխի միջից հանում է։ Նույնիսկ ասում է, ես քեզ հասա, երբ որ դու արյանդ մեջ էիր։ Լավ, ինչևէ։ Վերջի երկուսից էլ խոսամ եւ աղոթելու ենք իրար հետ։ Ով է գալիս հանգիստ նվագի։ Պատրաստ ենք ընդունելու։ Լավ սկիզբ, վատ վերջ։ Մի օրինակ էլ խոսամ Գաբեսի օրինակը, որ ինքն էլ իրականում ծնված, բայց վատ սկիզբ ուներ, անարգանք ուներ, ինքը իր վրա կրում էր սենց, ծանրություն էր կրում, Գաբես, ցավ, տրտմություն, վատ սկիզբ ուներ, բայց չհամաձայնվավ, Տեր, ես համաձայն չեմ սրա հետ։ Եվ պատկերացնում է Գաբեսի կյանքում, Տերը լսեց եւ փոխեց։ Անունը չփոխվեց, բայց իրավիճակները փոխվեց։ Ես պատկերացնում եմ հետո արդեն Գաբեսին, որ այն ժամանակ Գաբես, հիմա Գաբեսի Գաբես, արդեն Գաբեսն է գալիս, ոտքի կողքից կանգնում էին, որովհետև Աստված փոխել էր Գաբեսի կյանքը, իրավիճակներ էր փոխել Գաբեսի կյանքում։ Ամեն։ Դա աղոթքի արդյունք է, սիրելիս, եթե դու միգուցե Գաբես ա քո կյանքում, ցավ կա, տրտմություն կա, այսօր քո հնարավորությունն է, այսօր իմ հնարավորությունն է։ Ամեն։ Երրորդ կետը, լավ սկիզբ եւ վատ վերջ։ Լավ սկիզբ։ Ցավոք սրտի ես իմ 30-40 տարվա հոգևոր կյանքի մեջ տեսել եմ շատ շատերը լավ սկիզբ են ունեցել, բայց այսօր դիվարված են, դևերով, արդեն բռնված, 70, 700, 7000 դևերով բռնված, արդեն խոսում ես ու նայեք, ու սենց հույսել էլ չես տեսնում, ցավոք սրտի, որ ես մի քիչ լավատես եմ կամ չգիտեմ ինչ, արդեն իրաց մեջ չեմ տեսնում, ասում լավ սկսվեցիր, լավ էր, ինչն է պատճառը։ Այն է, որ լվացված, երբ որ դևերը գալիս են, գնում են, հետո մաքրված են, հետո տեսնում են, ինքը արդեն որտեղ է, հոգևոր աշխարհում, ցեխերի մեջ է, 7 դևերով գալիս եւ օրինակ Հուդայի վրա օրինակ վերցնենք, սիրելիներս, Հուդա լավ սկիզբ ուներ, չէ, կանչել էր Տերը, գնում էր, ուրախացած, դևերն են հնազանդվում, բժշկություններ, Տիրոջ հետ էր քայլում, կանչված էր առաքյալ լինելու, ինչ փառավոր, ամեն մարդ այդ հնարավորություն չուներ, լավ սկիզբ, բայց նայեք ինչ սկիզբ էլ ուներ, հենց նենց բնածին իրան տրված էր այդ անունը, գիտեք Հուդա ինչա կոչվում, գոհություն, գոհություն, այսինքն Հուդա, երբ որ իրա ծնողները ես համոզված եմ, երբ որ Հուդան ծնվեց, դնենք Հուդա, ինչու համար, երբ որ դավանենք, գոհություն, Աստծուն, ոչ թե նային իրան, այլ հենց Հուդային տե նային վերև նային, գոհություն քեզ, փառք քեզ Տեր Աստված, հա, այդ անունն էր ինքը կրում, գոհություն։ Բայց արի տես այդ անունը ինքը պատվով չկրեց։ Ինչ եղավ, Հուդան փոխվեց դավաճանություն։ Ես համոզված եմ իր ծնողները երբեք ու երբեք այդ նպատակը չունեին։ Եվ գիտեք ինքը ինչ կոչվավ։ Ոչ թե ինքը հնարավորություն էր երկրում մի բան, որ ամեն մարդ հնարավորություն ունի, ոչ միայն երկրի վրա, տեսեք, այսօր քարոզում ենք, բայց երկնքում քարոզ բան չի լինելու, հա? Բայց երկնքում Հուդա լինելու է։ Հասկացաք միտքս, երկնքում փառաբանություն, գոհություն միշտ լինելու է։
Ինքը հնարավորություն էր իր անունը անդեղ էլ կոչելու, բայց ինքը գիտեք ինչ կոչվա վատ վերջ, կորստյան որդի։ Իր անունը փոխվեց, կորստյան որդի դարձավ։ Այսօր ինչքան մարդիկ կան, այդ ճանապարհին են սիրելնես, կորստյան որդիներ են։ Փրկված են շատերը կա, չէ՞ սենց, այդ դրա համար փափուկ բարձ են դնում իրանց վրա, ինքը կորստյան որդի է, բայց իրան դու փրկված ես, շնորհքով ես եւ այլն։ Այն մարդը գիտի իր ներսում ինքը մեղավոր է արդեն, դեվահարված եւ այլն, ինքը գիտի պիտի ապաշխարի, բայց ոչինչ, չէ սիրելնես, ամեն փրկենք, սարքենք իսկական հուդա։ Եթե դու մեկին գիտես, որ այդպիսին է, լավ սկիզբ է, վատ վերջ, խոսքը, հա, նույն հուդան է գրում այդ խոսքը։ Գիտեք ինչ ասում մեկին եթե փրկեք, հա, բերեք մի մեղավոր, այսինքն ինքը եղել է արդար, հետո է դարել այդ վիճակին, մեկի էլ փրկեցիք։ Այսօր բայց շատերն են այդպիսիները, սիրելիներս, մեր ազգի մեջ, նույնիսկ մեր եկեղեցիներում, շատերը այսպիսի վիճակում են։ Հալելույա։ Իհարկե, նայեք, Սավուղին Աստված կանչեց, լավ սկիզբ, բայց էլի իր վերջը, նայեք, անփառունակ վերջ։ Ես չեմ ուզում անփառունակ վերջ ունենալ, ես ուզում եմ փառավոր վերջ ունենամ Տիրոջ հետ։ Սավուղ ունեցավ անփառունակ վերջ, ես Սուրբ Գիրքը խոսացում, հիմա մարդիկ անցնել, Սավուղն ով է ախպեր, ես ինչ ես, Սուրբ Գիրք կարդացեք, Աստծո խոսք կարդացեք։ Լավ սկիզբ, Աստծոց կանչված, բայց հետո վերջը տեսնում ենք, ընթացքը փոխեց իրան։ Թող ոչ մի ընթացք չփոխվի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի, որովհետև Սավուղի հավատքը սկզբից Աստծո վրա էր, հետո դարձավ ձեր վրա, մարդկանց վրա։ Իսկ Դավիթի հայացքը միշտ Աստծո վրա էր։ Ես քեզ գալիս եմ, հա, Գողիաթի դեմ գալիս եմ Աստծո անունով։ Իսկ Սավուղը միշտ մարդկանց էր նայում, վախում էր։ Դրա համար ունեցավ անփառունակ վերջ։ Գիտեն Սուրբ Գիրք արտացոլները գիտեն Սավուղի վերջը։ Ասեմ ես խոսքը գրողի վերջի մասին էլ եմ ուզում խոսալ։ Ժողովող, առակած, լավ սկիզբ ուներ, կանչված էր թագավոր, ամեն, կանչված էր, բնածին։ Դավիթը անձամբ ասեց, որ Աստված քեզ ընտրեց, այնտեղ հելան, իր եղբայրները հելան ուզում են ինքնահռչակ թագավորներ հռչակին, կռիվներ, սպանություններ, բայց ինքը իրոք կանչված էր, լավ սկիզբ ուներ, երբ որ օրից մի օր հայտնվեց իրան Տերը, գիտեք ինչ ասեց, այս խոսքերը ինքը դրա համար էլ ասում էր, իմաստուն, մի քանի տեղ այստեղ իմաստունների մասին է խոսում, ասեց Տեր ինձ տուր իմաստություն, որ ես մարդկանց հետ գործ ունեմ, և գիտեք, Տերը տվեց, բայց քանի որ ինքը այս ընթացքում օտար կանայք գրավեցին, խաբեցին այդ իմաստությունը գողացան իրանց, այն ինչ որ Տերը տվել էր, գողացան իրանց, և գիտեք ինչ անփառունակ վերջ է ունեցել Սողոմոնը, գրված է և Տիրոջ բարկությունը եկավ Սողոմոնի վրա, ինչու շարունակություն, որովհետև ինքը երկու անգամ հայտնվել էր իրան, երկու անգամ Տերը անձամբ հայտնվել էր Սողոմոնին, պատկերացրեք Տերը հայտնվել էր ու հետո բարկությունն է, երրորդ անգամ հայտնվել էր ոչ թե ինչ-որ բան տալու, բարկությունը, Աստծո բարկությունը հայտնում է ում վրա, անհնազանդության որդիների վրա, Սիրելիս, ես և դու չլինենք անհնազանդության որդիներ, լավ վերջ ունենանք, Սողոմոնը լավ սկսեց, բայց վատ վերջ, լավ էր սկսել, ինչի պետք Սողոմոն քեզ հազար հատ կին, մենք մի հատով չենք կարում, հազար հատ կին, այո, Տերը տա իմաստություն, չէ հասկանում եք ինչ, որոնք կործանում, մի բան որ կործանում է իր կյանքը, ինչ կասեք Սամսոնի մասին, հա? Բնածին, զրոյից, ծնվել էր լավ սկիզբ, էլի նույն բանը, ինչ կխապի, ոնց կա մի հատ առակա, կինն ու գինին, թե ինչ որ, հա? Թե չլինի կինն ու գինին։ Մարտի 8-ին մի քիչ կանանցից եմ խոսալու, եղեք ստեղ, մարտի 9-ին։ Հալելույա, փառք Հիսուսին։ Իհարկե թող սրանցից ես ու դու դասեր քաղենք, սիրելիներս, ամեն։
դասեր քաղենք։ Աստված մեզ հնարավորություն տալիս է, որ եթե մենք չենք օգտագործում այդ հնարավորությունը, կորցնում ենք, հետո տառապում ենք։ Եսավի նման կտառապենք։ Եսավը անդրանիկություն, բնածին ուներ հնարավորություն, օրհնություն, բայց կորցրեց ճանապարհին ու տառապում էր, ողջ կյանքը տառապեց Եսավը։ Մի աման ապուրի պատճառով տառապեց ուղղակի, բայց հնարավորություն ուներ։ Ամեն լավ սկիզբ, Աստված տալիս է լավ սկիզբ, բայց ցավոք սրտի մենք ավարտին չենք հասցնում։ Գիտեք ինչու ավարտին չենք հասցնում, որովհետև Ադամից այդ ժառանգած աշխարհը, ես էլ Աստված ջան առանց քեզ ես էլ գլուխ կհանեմ։ Ու գլուխ ենք հանում։ Հետո ոտն ու գլուխը իրար չենք տարբերում, հա, չգիտենք, արդեն կծիկ, խճճված, կծիկի որ անկյունից բռնենք, որտեղից, որովհետև սկսում ենք մենք դառնում շատ իմաստուններ Սողոմոնի նման, հա, եւ այլն, սիրելիներս, նրա հետ սկսենք, նրա հետ էլ վերջացնենք, հոգով ենք սկսել, հոգով էլ վերջացնենք, Տերը մեզ իմաստություն տա, Պողոսը Տիմոթեոսին ասում է, Տերը քեզ իմաստություն տա, ինչ որ խոսում եմ, այսօր ես էլ ինչ որ խոսում եմ ինձ եւ ձեզ, Տերը մեզ իմաստություն տա, ճիշտ ապրենք, այս կյանքում, Տիրոջ անունը փառավորենք այս կյանքում, հալելույա, ամեն թե ոչ, իսկ ինչքան մարդիկ ենք տեսել, վատ սկիզբ ունեն, վատ վերջ, լիք օրինակներ, ժամանակ չունեմ խոսալու այդ ցավալի պատկերի մասին, կարիք էլ չկա, հա, հիմա կասես ինչի ես դրա բացականը խոսում, այնքան մարդիկ կան, սենց որ խոսում ես, կարծես 9000 տարի էլ ապրի, ինքը նպատակ էլ չունի, նույնիսկ իր կյանքը հիմա, վատ, միշտ վատ, փորձում ես փոխել լավին, ինքը չի ուզում, ցանկություն էլ չունի, ու ինչքան մարդիկ, դուք ես երկրից եք, հասանելի բաներ եմ խոսում, չէ, թե չէ, նորություն չեմ խոսում ձեզ, սիրելիներս, բայց էլի, ինչա պետք անել, ես եւ դուք անչված ենք մարդկանց բերելու լավ սկզբի մեջ, ամեն, հալելույա, եկեք ոտքի կանգնենք, սիրելիներս,